Արա հորս սարը վերեք TikTok-ով մի հատ բան եմ տեսե, խլեշում են այդ անասունին։ Հորս սարը մոդերները դրան բլոկ են անում, սթրիմեր էդ, ով որ սթրիմ անում, մոդերներին ասում է, մոդերներ, գլուխներդ կջարդեմ, ձեզ հեսա մոդերից կհանեմ, այդ քֆուրները ասում է, ինձ օգուտ է։ Մի ջնջեք, որ բլոկ եք անում, ռեկից դուս եմ թռնում։ Դուք ջոգում եք, իշքան դալբայոբներ են ես սրանք արդեն։ Տակից այդ նույն երեխեն, որ նոր մտել էր գրել էր քակ, այդ նույն երեխեն գրում է, քո հետ ենք, աղբերս, բարի տեղ մի դիր աբիժնիկներ, բան, ու այդ դալբայոբները իրանց թվում է, որ իրանք աստղեր են դարը TikTok-ում, կամ թեկուզ YouTube-ում աստղաստա շտենա մտենց բան։ Հորս սարև հենց մի մարդ կա խոսքի ասում չէ TikTok-ի եզի տղեն օրինակ, որ ինքը պրոստը տենում է օնլայնը շատ է, կապ չունի, որ իրան սաղ խլեշ են անում, ինքը սթրիմը չի անջտում, շան տղալն եմ, ես տեսել եմ այդ սթրիմը, արա մի անգամ, ասենք օնլայնը 300 է, սաղ կվրտում են, մեկը դաշը գրում այ աղբեր չես տենում, սաղ կվրտում են անջտի սթրիմը, ասում է ոնց անջտեմ, առաջի անգամ 300 օնլայն ունեմ, դու դալբայոբ ես, հասկանում ես, ես չեմ կարում էդի հանդուրժեմ պրոստը, դրա համար եմ ես միշտ ասե հայր ջան, իմ համար պրասմոտորները, օնլայնի քանակը, պատպիշիկների քանակը երկրորդական է, առաջի տեղում իմ համար լիքը ավելի կարևոր բաներ է, պատասխանատվությունը, որակը, լիքը տենց բաներ, ամենաառաջի տեղին պատասխանատվության մեծ զգացումը, որ ես իշտում եմ հայատ ինձ ճանաչում են երեխեքը, ու այդ երեխեքը կարան ինձնից վատ բաներ սովորեն, ու ես շատ ուրախ եմ, որ ինձ փողոցում բաց երեխեքից ծնողներ են ճանաչում, իմ տարիքի տղեկ են ճանաչում, ինձնից մեծ տղեկ են ճանաչում, ու շնորհակալություն են հայտնում ինձնից, դուք շատ բաներից կուրսի չեք, երեխա կա ծխելը թարգել է, գիտեք ինչի համար է թարգել, որտև մի հատ մամա իմ հետ կապնվել է, ասել է տղա ջան, իմ խնդրանքն է քեզ, Հովանես ջան, մի հատ կարաս ես, սաղ օրը քեզ է նայում, 14 տարեկան է ծխում է, հերն է մահացել է, ու քեզնով է ապրում կոպիտ ասած, հորս սարև մինչև գիշերվա 3-4-ը, 2-3 ժամ, նստել եմ հետը խոսացել եմ, հորս սարև ծխելը թարգել է, մերը զանգել է, 15 րոպե շնորհակալություն եք հայտնում, այս կյանքում արա, այս պրասմոտորներով դու չի ոչ մի բան, ես ոչ մեկի հետ չեմ մրցակցում, իմ համար օնլայնը պրոստը թիվ է, պրոստը աղբերների քանակություն է, մարդ կա երազում է, բան, լայքերի համար հոգին էլ կծախի, են որ ասում եք հով ջան ծնունդդ շնորհավոր, քեզ մաղթում եմ, որ ինչքան հնարավոր է շուտ հասնես 200,000 բաժանորդի, հա հասա ինչ, լավ է, բոմբա, բան, բայց նյուժելի քո միակ մաղթանքը 200,000 բաժանորդն էր, այսինքն մարդկանց երազանքները վсё վաղուց արդեն հաջողությունը, երջանկությունը, առողջությունը, վсё արդեն ոչ մի բան կապ չունի, վсё եթե դու ունես 100,000 բաժանորդ, ուրեմն սաղ կլինի Почувствуешь разницу, всего 2 абзаца, вот и все, пожалуй, хорошо.